Երևանի Ագրարային համալսարանի հարակից ուսանողական այգում մեկնարկել են լայնածավալ կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ։ Քաղաքի այս հատվածում, որտեղ նախկինում ոռոգման համակարգը չէր գործում, հայտնաբերվել է 74 ասած ծառ։ Դրանք, նաև դրանց մնացորդ կոճղերը արդեն ամբողջությամբ հեռացվել են։ Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշել է, որ այգում այս պահին տեղադրվում է մոտ 3 կիլոմետր երկարությամբ ժամանակակից ավտոմատ ոռոգման համակարգ։ Նախնական ծրագիրը նախատեսված էր գարնան համար, սակայն աշխատանքների մեկնարկը տեղափոխվել է աշուն բուհի խնդրանքով։ Ագրարային համալսարանից դիմել են մեզ, որ այս տարի երկուշաբթի օրը, այսինքն ամսի 14-ին նշվելու է Ագրարային համալսարանի 95-ամյակը և 95-ամյակին ընդառաջ մենք փոխեցինք մեր ծրագրերը և այս այգու վերահիմնումը, եթե կարելի է այսպես ասել, տեղափոխեցինք դրանից առաջ։ Տարածքը նախապես մաքրվել է ոչ միայն կոճղերից, այլև նախկինում գործող սրճարանների ավերակներից և բետոնե հարթակներից։ Քանդվել և հանվել են նաև այգու ներքևի հատվածում եղած մեծ մակերեսով բետոնապատ տեղամասերը։ Մաքրման աշխատանքներից հետո ներմուծվել է մեծ քանակությամբ նոր հող տնկման համար։ Ըստ Բեգոյանի, տարածքում նախատեսվում է տնկել 50 հասուն ծառ և 300 մշտադալար թուփ։ Նա հավելել է, որ որոշ տնկիներ այնքան խորն են, որ տեղադրում են հատուկ տեխնիկայի, տրակտորների միջոցով։ Տարբեր տեսակի ծառեր են, հիմնականը թխկիներ են, ունենք ձիակասկեր, ունենք կարմիր թխկիներ, ունենք մշտադալարներ, սոճիներ, ունենք շատ գեղեցիկ, ուրեմն վարդակակաչածառ են կոչվում, որը մենք վերջին 3 տարվա ընթացքում փորձարկեցինք Երևանում, շատ գեղեցիկ է և իրեն շատ լավ է զգում, մի խոսքով սոսիներ, կաղնի, տարբեր տեսակի, որպես այգի քաղաքային, այստեղ ընդունելի է մեր համար տարբեր տեսակի ծառերով կանաչապատումը։ Բեգոյանը վստահեցրել է, որ ընտրված ծառերը ձևավորված արմատային համակարգերով հասուն են։ Նման ծառերի կպչողականությունը մոտենում է 100%-ին։ Ագրարային համալսարանի անտարագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանն էլ վստահեցրել է, այգու խնամքը կիրականացնեն ուսանողների հետ միասին։ Այգու խնամքը, եթե մենք կաշխատենք մեր ուսանողների նաև մեր հնարավորությունները օգտագործել, իհարկե ունենք մասնագետներ, նաև քաղաքապետարանն է դրանով զբաղվում և մեր ուսանողների հետ մենք իհարկե մասնակից կլինենք հետագա աշխատանքների իրականացմանը։ Տնկվող ծառերն ու թփերը լրացնելու են այգում պահպանված կանաչ զանգվածի, հիմնականում կաղնիների և մյուս ծառերի միջև եղած բացատները։ Չսպասելով աշխատանքների լիարժեք ավարտին, այգում արդեն միացվել է նոր ավտոմատ ոռոգման համակարգը։ Նպատակն է հասցնել ջրել նոր տնկիները մինչև ոռոգման սեզոնի ավարտը, որը Երևանում կփակվի առաջիկա 5 օրերի ընթացքում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։